Բրեկետներ թե լայներներ, որը ընտրել։ Երկուսն էլ նախատեսված են ատամնացնոտային խնդիրները լուծելու համար, բայց ունեն որոշակի տարբերություններ։ Այսօր կխոսենք դրանց տարբերությունների մասին մի քանի կարևոր կետերով։ Առաջինը տարբերությունները ըստ տեսքի, բրեկետները լինում են մետաղական, կերամիկական եւ սափֆիրե, ֆիքսում են ատամի մակերեսին եւ երևում են խոսելիս, ժպտալից։ Իսկ լայներները ամբողջությամբ թափանցիկ են եւ հավելյալ էլեմենտների բացակայության պարագայում գրեթե անտեսանելի։ Ըստ հիգիենայի պահպանման, բրեկետները ֆիքսված են ատամի մակերեսին, հետևաբար սննդի մնացորդները կարող են կուտակվել բրեկետի շուրջ եւ աղեղից հետ հատվածներում, ինչը դժվարեցնում է հիգիենայի պահպանումը եւ կարիք կա հավելյալ գործիքներ օգտագործելու։ Լայներների պարագայում հիգիենան հեշտացված է, քանի որ բուժառուն կարող է հանել լայները, մաքրել ատամները, մաքրել լայները եւ հետ տեղադրել։ Ըստ արդյունավետության, բրեկետները կարելի է կիրառել պարզագույնից մինչև ամենաբարդ դեպքերը, իսկ լայներները ավելի հաճախ օգտագործում են պարզ եւ միջին բարդության դեպքերի պարագայում։ Հաջորդիվ պետք է հաշվի առնել, որ բրեկետների պարագայում հիմնական աշխատանքը եւ վերահսկողությունը կատարում է օրտոդոնտը եւ ուղղակի պետք է հետեւել որոշակի ցուցումներին։ Լայներների պարագայում բուժառուի ներգրավվածությունը ավելի շատ է եւ նա պետք է հետեւի, որպեսզի 20-ից 22 ժամ գրի սարքը։ Բրեկետներով բուժումը հիմնականում ավելի մատչելի է, քանի որ բրեկետները ստանդարտ համակարգ են։ Լայներներով բուժումը հիմնականում ավելի թանկ է, քանի որ ներգրավում է 3D տեխնոլոգիաներ եւ անհատական է ամեն բուժառուի համար։ Եվ այսպիսով, որը ընտրել։ Եթե խնդիրը բարդ է, ապա բրեկետներ։ Եթե անտեսանելիությունը ձեզ համար կարևոր է, ապա լայներներ։ Եթե վստահ չեք, որ հետևողական կլինեք եւ լավ կկրեք լայներները, ապա բրեկետներ։